Հարգել հայ երգարվեստի երախտավորներին արժանիորեն գնահատել նրանց վաստակն ու կատարած հայրենանվեր աշխատանքը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում կրկին անգամ հայ մշակույթն ու նրա զարգացման գործում մեծ ավանդ ունեցող հայտնի գործիչներն են։ Սիրված երգիչ երգահան Ռուբեն Հաղվերդյանի հետ ԲՀԿ առաջնորդի հանդիպումը պատահական չէ։ Գագիկ Ծառուկյանը մշտապես է հետևում արվեստագետի գործունեությանն ու բարձր գնահատում նրա տաղանդը։ Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է, շեշտում է Գագիկ Ծառուկյանն ու ցանկություն հայտնում աջակցության իր մասնաբաժինն ունենալ սիրված երգահանի հին ու նոր երգերի ձայնագրության գործում։ Հետևում եմ ձեր երգերին, որը դա ոչ թե միայն ես, որ իմ համար հաճել է, այլ տեսնելով իմ ընտանիքը, երեխաները, հանրությունը, իրոք շատ լավ ընդունում ձեր երաժշտությունը, ու այսօր քանի ոչ արաբական, ոչ թուրքական, այլ մեր տեղականը, որ տեսնելով իրոք ողջունում եմ։ Փառք ու պատիվ քեզ, որ կարողանում ես դա պահպանես, ու իմ ցանկությունն էր, որ ամեն մարդ պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է։ Ու կարևորը որ գնահատվում է, արդեն մարդը իրեն ավելի հզոր է զգում, ուզում է ավելի շատ անի։ Որը դրա համար ասենք թե ինչ որ եթե անհրաժեշտություն կա իմ մասով, որ դա ավելի զարգացնես, հիմա սկավառակները, ինչը ավելի որ հանրությանը հասանել լինի, իմացի որ ես պատրաստական եմ աջակցելու իմ մասով օգտակար լինելու, որտեղ իրոք գնահատում եմ քեզ, քո մարդկայնությունը, քո հզորությունը եւ քո այդ երաժշտական տաղանդը, որ տված է քեզ, Աստծո շնորհը, որ տված է քեզ։ Ռուբեն Հաղվերդյանը Գագիկ Ծառուկյանի ջերմ խոսքերից տպավորված է, ասում է պատասխանատվության զգացումն էլ ավելի է մեծանում։ Սիրված երգիչը լավ գիտի, թե որքան մարդկանց է օգնության ձեռք մեկնել Գագիկ Ծառուկյանն ու ակտիվ մասնակցություն ունեցել բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։ Պատահական չէ, որ արվեստագետի կողմից բարձրաձայնված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հենց տեղում դրական արձագանքի են արժանանում։ Շնորհակալ եմ, պարոն Ծառուկյան, եւ կարծում եմ, որ պատասխանատվությունը ավելի մեծանում է, երբ որ դուք եք ասում այս բաները, որովհետև ես գիտեմ, որ ինձնից բացի եւ ես միշտ շեշտել եմ այդ բանը, չեք ցուցադրական չեք անում, որ ասենք ԱԱԳ-ի մարդկանց օգնում եք, ես այդ բանը գիտեմ եւ շատ ուրախ եմ, որ հատկապես ձեզնից եմ այդ օգնությունը ստանում։ Դա օգնություն չի, ես գնահատելով քո աշխատանքը, տեսնելով, ու որ այդ հիմնական իրոք ընդունել է հանրության համար շատ հաճելի երաժշտություն է, որ այսօր ամեն մեկն իր հնարավորության սահմանում պետք է աջակից լինի ու մասնակից լինի։ Ես օրինակ վերցնում եմ իմ վրա, եթե մի բան կատարում եմ, տեսնում եմ, որ դա գնահատվում է, ընդունվում է, ասում եմ քիչ եմ արի, ավելի շատ պետք է անեմ։ Իսկ եթե չընդունվի, չգնահատվի, չես ուզի անես, չես ուզի շարունակես։ Դրա համար իմ պարտներ, որ տեսնելով ես համերգը, որ կազմակերպել էիր, ասի անպայման մի հատ հրավիրեմ, ու ասեմ, որ իմ չափով, իմ մասնակցությամբ, որ ասենք թե ես էլ եմ ուզում, ասենք թե քո գործին որոշ չափով մասնակցություն ունենամ, որ իմանաս իրոք աշխատանքը գնահատում։ Յուրաքանչյուր ազգ ուժեղ է իր պատմությունով ու մշակութային հարուստ ժառանգությամբ, ուստի այն պահպանելու եւ սերունդներին փոխանցելու պատասխանատու գործում պետք է իր մասնաբաժինն ունենա յուրաքանչյուրը։ Հանդիպման ավարտին նշում է Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ ոլորտի հանդեպ ուշադրությունը շարունակական է լինելու։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։